Ինչ նպատակով եք։ Նպատակը միակն է, համ բազդակցենք պատարագին, համ էլ մեր երկրի ապագայի մասին ենք մտածում։ Այսինքն կողմ եք այդ օրակարգին, Իհարկե կողմ ենք։ հեռանալ։ Այո, 100%։ Ինչու։ Ամեն ինչու։ Դուք չգիտեք, ով չգիտի, բայց բոլորը գիտեն, չէ՞ ինչա կատարվեց տարիների ընթացքում։ Գիտեք թե չգիտեք, ասեն կոնկրետ դուք, գիտեք թե չէ։ Որ ինձ հարցը տալիս եք, պետք է իմանաք, չէ՞ դուք էլ։ Օրինակ ամեն ինչ, ասենք ես չեմ համարում կաթողիկոսը պետք է շքեղության մեջ ապրի, ունենա շքեղություն, ունենա կին, ունենա երեխա։ Չէ, ճիշտ չեմ ասում։ Ունենա տարածքներ, տներ, դա Բիզնեսներ, նորմալ չի։ նորմալ է դա։ Ես չեմ գտնում որ դա նորմալ է։ Իսկ սատարում եք Տեր Արամին։ Տեր Արամին այո սատարում ենք, որովհետև ոնց հասկացա միակ մարդն է, միակ հոգևորականն է, որ ճիշտը բացահայտում է, ճիշտը ասում է։ Ես սատարում եմ միայն նրա համար, որ հասկանում եք մարդը դուրս է եկել մենակով այն եկեղեցականների դեմ, որ սխալ գործողությամբ են զբաղված եղել տարիներ հանդերձ, տարիներով։ Չի կարելի, եկեղեցին պետք է մաֆիա չլինի, եկեղեցին պետք է մաքուր տեղ լինի։ Մեր ազգին պետք է հոգևոր սնունդ, իսկ դա տալիս է եկեղեցին։ Բայց Գարեգինը եկեղեցու հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Մենք գտնում ենք, որ պետքա, մենք գտնում ենք, ես գտնում եմ, որ պետքա եկեղեցին մաքրվի, տենց տարերից, դա տարա, ես տենց իմ կարծիքն է։ Իսկ ինչ եք կարծում, այսօրվա պատարագը կարող է ազդակ դառնալ կաթողիկոսի։ Դե այսօրվա պատարագը ընդհանրապես, ես ոնց հասկացա արդեն, ես ճիշտ ասած երկար չեմ ապրես երկրում, 20 թվականին ենք վերադարձել պատերազմի ժամանակ, մինչև այդ 20 տարի չենք եղել երկրում։ Բայց ես ոնց հասկացա, որ պետք է որ վերջապես մեր ժողովուրդը որպես քրիստոնյա, որպես հոգևոր սնունդ ստացող Աստծուց պետք է որ մաքրի եկեղեցին, ժողովուրդը։ Ինչու է դա հատկապես կարևոր։ Կարևորը որպեսզի հոգևորը լինի, եկեղեցին չի կարող բան լինի, ոնց ասում են, բղծված տեղ լինի, ոնց կարա։ Բղծված տեղը ոնց կարա, որ ժողովրդին հոգևոր կյանք սնունդ տա, ոնց կարա։ Եկեղեցուցը բարբերաբար հայտարարում են, որ սա հարձակում է Մայրաթորի վրա։ Մայրաթորը ինչ կապ ունի իրանց հետ, ախր իրանք Մայրաթորի հետ ոչ մի կապ չունեն, իրանք մի հատ խմբակ են, ովքեր որ այսքան տարի զավթել են ու եկեղեցում սենց բան է տիրում, ինչ որ ինտրիգներ է գնում, եկեղեցու ինտրիգները որն է, դա հոգևոր տեղ է, մաքուր տեղ է, ընդ պետք է լինեն մաքուր հոգևորականներ, հոգով մաքուր, ձեռքերից մաքուր, ոչ թե ընդ չգիտեմ մանգապիղծ են ինչ են, ինչ ասես չեմ եղել ներսից, չգիտեմ, բայց ամենայն դեպս ամեն ինչ բերում է դրան։ Չի կարա հոգևորականը ունենա հարստություն, Բենթլիներ, չի կարա, գտնում դա չեն, ժողովրդի կողքը չեն։ Ես ինքս իմ համար կարամ ասեմ, որ ես միշտ սիրել եմ մտնել մեր եկեղեցին։ Հիմա ես այդ հաճույքը չեմ ստանում ու ես արդեն 5 տարի վերադարձել եմ, ես եկեղեցի առաջ անգամ ես եկել եմ եկեղեցի։ Այդտենց յանգնենց են արել, որ մարդիկ դառնում ես աթեիստ։ Դա մերը չի։ Իսկ յանք դարձնում են մեզ իսկ կարա եկեղեցին արհեստական ձևով դարձնում են մարդկանց, ոնց որ հեռացնում են եկեղեցուց։ Դրա համար այս հարցը պետք է լուծվի։ Մեր երկիրը զարգացում է պետք։ Մեր երկրին զարգացում է պետք։ Մեր երկիրը շատ է մնացել հետ աշխարհից։ Իսկ այսօր ձեր մասնակցությամբ ինչ եք փորձում ցույց տալ, որն է գլխավոր խորհուրդը, որ դուք այստեղ եք։ Ինչ եք ուզում նաև փոխել։ Մենք ուզում ենք փոխենք, ասենք, որ երկիրը զարգանա։ Իսկ սա երկրի զարգացման առաջի պետք է մեզ այս հոգևոր մաքրությունը պետք է ժողովուրդը դրա կարիքը ունի, հասկանում եք։ Դրա համար ենք եկել, որ հասկանանք, որ ինչա ինչոց է, վարչապետին սատարում ենք, որտեվ դեմ ենք կաթողիկոսին։ Կաթողիկոս չեմ ուզում ասում։ Ոնց էր կտրիչ Ներսիսյանին։ Չասեմ կաթողիկոս, որտեվ ինքը խախտել է բոլոր եկեղեցական օրենքները, դրա համար ես իրան կաթողիկոս չեմ ընդունում։ Ես մտել եմ Էջմիածնի եկեղեցին, էդ էլ մի անգամ եղել է, ու ես շատ զարմացա, որ այնտեղ այդ հուշաբաներ են, այդ նվերներ են վաճառում ու սա ռուսերեն է։ Անգամ մենք հարցեցինք ինչի համար է ռուսերեն։ Ռուսական իկոնաներ, ռուսական ինչ-որ բաներ, ինչ-որ ռուսական սուվիներ, ասում եմ չեմ հասկանում, սա հայկական եկեղեցի է, թե Դա ռուսական։ Ասում եմ տուրիստների համար, բայց տուրիստները նույն ձևի այլ երկրներից են գալու։ Դե բերեք անգլերեն, ֆրանսերեն, տարբեր երկրների լեզուներով վաճառեք։ Շեշտը դրե ռուսերենի վրա։
Դա մեր լեզուն չի, մեր լեզուն հայերենն է։ Իկոնամը ռուսական խաչեր։ Իսկ մամուլում հայտնված այդ ամենատարբեր տեղեկությունները ըստ էս արժանը հավատեն, անգամ խոսում են որոշ հոգևորականների KGB-ի գործակալ լինելու մասին։ 100%։ Կիրիլից բռնած։ Սպասեք, սովետական միության ժամանակ եկեղեցին միշտ եղել է KGB-ի լոգոն, ասենց ռուսերեն իրանց բառով ասեն։ Ով դա չգիտի։ Մեկից մեկ անկասկած։ Հələ որ լավ մաքրեն, լիքը ստեից էլ դուրս կգա մի բան, մենակ ասենք, այն որ գիտի ինչ որ բան, հələ գիտի, բա որ լավ մաքրեն, ինչքան բան դուրս կգա, ինչքան KGB-շնիկ դուրս կգա եկեղեցու խորքերից։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, ինձ թվում է Ավելացնեմ ես, ամեն ինչ լավ է լինելու, մեր երկիրը զարգանալու է, որ կուզենա մեր երկիրը կասեսնի զարգացումը, մենք նրանց պատժելու ենք ազգովի, այդքան բան։